երկրի ստրատեգիական կուրսի փոփոխությունը անխուսափելիորեն փոխելու է նաև երկրի ներքին կառուցվածքը եւ այն համակարգը, որը տարիներ շարունակ սպասարկել է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, հիմա պետք է չեզոքացվի։ Ինչին մենք ականատես ենք լինում։ Ըստ այդմ սպասեք, որ շատ մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը ձևավորելու է իրեն հաճո ինստիտուտներ, օլիգարխիատ համակարգ, որը արդեն սպասարկելու է իշխանության նոր ստրատեգիական կուրսը դրանից բխող ինստիտուտներով։ Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը մի կարևոր հանգամանքի վրա սևեռեմ։ Տեսեք, Հայաստանում թիրախավորվում են խոշոր կապիտալի հայ ազգի ամենահայտնի ներկայացուցիչները՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, չէ՞, նրանք ամենամեծ ազգային կապիտալի ամենաակնառու ներկայացուցիչներն են, կարծում եմ, այստեղ վիճելու բան չկա։ Եվ զուգահեռաբար, այս մարդկանց թիրախավորմանը զուգահեռաբար ով է հայտնվում մեր լրահոսում։ 6 ամիս, 3 ամիս առաջ դուք Սոկոլով ազգանունը գիտեիք։ Հիմա Սոկոլով կա, թրիպ ընկերության տնօրեն, որը պարզվում է նաև Թեղուտի սեփականատերն է, որը պարզվում է նաև Վիվասելի սեփականատերն է։ Այսինքն կամաց ձևավորվում է այս իշխանության շուրջ բիզնես նոր միջավայր։ Հիմա նոր խաղացողներ էլ կհայտնվեն, այսինքն ազգային կապիտալը դուրս է մղվում, դրա տեղում հայտնվում են աշխարհաքաղաքական այլ հետաքրքրություններ ունեցող խաղացողներ։ Սոկոլովը ճիշտ է ծնվել է Սանկտ Պետերբուրգում, բայց ազգությամբ հրեա է, ներկայումս Միացյալ Նահանգների քաղաքացի է եւ Թրամփի անմիջական շրջապատի ներկայացուցիչ։ Իսկն շատ ինձ թվում է, այս մի օրինակով շատ պարզ տեսանելի է Հայաստանում ինչա կատարվում։